Ջան ժողովուրդ, բարև, ոնց եք։ Եկեք մենք տեսնենք ինչ էինք անում նախորդ անգամ, օքեյ։ Դեռ օրինակներ էինք տալիս։ Վերջին օրինակը էր, որ եթե ինչ-որ ենթաբազմություն վերցնես մետրիկական տարածության, էդ էլ է մետրիկական տարածություն, նույն մետրիկայով, ոչ մի խնդիր, ու տեղ գնդերը նույն գունդն է, ուղղակի պետք է հատես այդ բազմության հետ, այդքան բան։ Հիմա եկեք շարունակենք օրինակները, շատ կարևոր օրինակ է համ discrete math-ի համար, համ computer science-ի համար, համ նույնիսկ ոչ discrete math-ի համար, ասենք իմ համար, հետևյալ օրինակը, so it's examples continued. Գրաֆի օրինակն է, ասենք եկեք ենթադրենք, որ G-ն գրաֆ է, ու դե գրաֆը ինչ է, բանի բազմություն, գագաթների բազմություն, որը V-ով է նշանակում սովորաբար, ու edge-երի բազմություն, որը E-ով է նշանակում։ Okay, թող G-ն գրաֆ լինի, ես ուզում եմ, որ էսի կապակցված գրաֆ լինի։ Undirected չեմ ուզում ուղղորդված գրաֆ լինի։ Ու չեմ ուզում ամեն գագաթի վրա ականջ լինի դրած, էդ չեմ ուզում։ Այսինքն էդի կարանք հանենք, կարա լինի, կարա չնետի, երևի ինչ չի խանգարում, հա, մի խոսքով, կապակցված գրաֆ է, ու այս կապակցված գրաֆը կարա լինի վերջավոր կամ անվերջ։ Finite or infinite. Օրինակ, V-ն vertex-ներն են, vertices, S-ին էլ edges։ Okay, ասենք օրինակ, ասենք չգիտեմ, sense մի հատ մի բան։ Կամ անվերջ գագաթ, հա, okay, սա մի հատ sense ընկված մի բան վերցնենք, լտեսնեմ, okay, կամ անվերջ գրաֆ, օրինակ, չգիտեմ, ասենք, անք sense մի բան վերցնենք, ամեն մեկից sense արդեն երևի օրինաչափությունը հասկացաք, ամենանկյունից մի հատ եռանկյուն է բուսնում։ Օրինակի համար, չէ, անվերջ գրաֆ, բայց կապակցված։ Հիմա այսենց գրաֆի համար սահմանում ենք մետրիկա, գրաֆը որպես x, որպես բազմություն վերցնելով հենց գագաթների բազմությունը, let t սահմանում ենք սկալար դեկատանարտադրալ v-ից մետրիկա, որը իդեպ բնական թվերին է գնում, այս սահմանում է որպես UV գագաթները, երկու գագաթ վերցնում ես, օրինակ S ու S, հա, այդ երկու գագաթների միջև վերցնում ես կարճագույն ճանապարհի երկարությունը։ The length of the shortest path from U to V. Okay, այս ճանապարհը միշտ կա, որտեղ ես դրա համար վերցեցի կապակցված, որ իմանամ, որ երկու ցանկացած գագաթ, այդ է սահմանումը կապակցվածության, որ երկու ցանկացած գագաթի միջև ճանապարհ կա։ Okay, ու գիտեմ, որ մի հատը կա, ես վերցնում եմ ամենակարճը,
ու այդ ամենակարճի թիվը հենց ելնում է իմ հեռավորությունը UV գագաթների միջև։ Դե օրինակ այստեղ այս օրինակի վրա U-ից V հեռավորությունը կլինի 2, ոչ թե ասենք 1, 2, 3։ Չնայած էլի ճանապարհ կար, չէ, սենց է ճանապարհ կա, բայց ես ամենակիչն եմ վերցնում 2-ը։ Okay, այստեղ էլ հա պետքա բարձրացնուկ V, որ էս մետրիկա է, բայց բան չի էլի բանը իմ այդ over որ իմ հետ պարապել է, որ ընդունվեմ համասարան, կասեր քյոր աչքով երևում է, որ մետրիկա է։ Հիմա բայց գրեմ check that this is indeed metric. Ու մի հատ զուտ կարևոր քանի որ կիրառականից գիտեմ շատ մարդագրանցված, ցենք ծրագրավորման մեջ, computer science-ի մեջ կարևոր գրաֆի օրինակը Hamming-ի գրաֆը։ Եկեք այդ կոնկրետ օրինակի վրա ասեմ, որովհետև սահմանվում է Hamming-ի հեռավորություն ու երևի ասենք ոնց որ միանգամից պարշի ինչի ենք այդ հեռավորությունը տենց սահմանում, ես ձեզ օրինակի վրա եմ ուզում ասեմ, sub example կարող անենք, այսենց for example, let V be 2 to the n for some n, let n be a natural number. Իմ բնական թվերը ճիշտ է, որ իրանք 0-ից սկսվեն, ես ասենք չեմ ընդունում այդ որոշում են ասենք 0-ն հանեն, բայց այս դեպքում իմ համար որպեսզի գրաֆը meaningful, okay, so այս-ը թող լինի մեծ տարբերություն չկա, բայց եկեք գոնե մեկ վերցնենք and V be 2 to the n, 2 to the n-ը որն է, ասե պարզա մտածում եք թիվ եմ գրել, բայց թիվ չեմ գրել, իրականում համ թիվ եմ գրել, համ էլ բազմություն եմ գրել, որտեվ ասենք որ բազմությունների տեսություն սովորեք, կտեսնեք որ թվերը իրանից ներկայացնում են իրանց նախորդ թվերի բազմությունը, ինչ որ իմաստով կամ այս մեկը կարանք ներկայացնենք որպես բան։ Բոլոր հաջորդականությունները, եկեք սենց գրեմ, լավ որ չներվենք, բոլոր 0-1 բառերը n երկարությամբ։ Okay, so it makes sense գրեմ, the set of all 0, 1 sequences of length n. Okay, so վերցնում ենք բոլոր այդ բառերը, ասենք թե օրինակ so G, ասենք n-ը հավասար է 2-ի դեպքում կլինի V-ն կլինի 2-ի 0, 1, 2-ը կլինի ինչ 0, 0, 0, 1, 1, 0, 1, 1, չէ, 2-ի n աստիճան հատանոց, հատ էլեմենտներ կունենա։ Okay, սենց անենք։ Okay, so այս է մեր գագաթների բազմությունը, հիմա այդ երկու գագաթների միջև ես դնում եմ edge, եթե իրանք մի բիտով են տարբերվում։ We put an edge between two vertices U, V, այստեղ այս բազմությունից, if այս անփակագից էլի, if U and V differ by 1 bit. Okay, so օրինակ, ասենք օրինակ, 3 հատանոց օրինակի վրա բերեմ, ասենք 0, 1, 1, and եւ 0, 1, 0 օրինակի համար։ Okay, այս գրաֆը կոչվում է Hamming-ի գրաֆ։ This defines a graph called the Hamming graph. Ու նաև այս բազմության վրա սահմանվում է հեռավորություն, որը կոչվում է Hamming distance. Okay, so
one also so Hamming graph denoted by H. Denoted H, okay? So as graph իր մետրիկայով է գալիս, ոնց որ տեսանք. Thus there is the graph distance metric, the shortest path metric on this path metric on V on this graph. But բացի դրանից կարակ ասեք որն է այդ մետրիկան show that show that for այդ մետրիկան որ վերցնենք, հենց այդ մետրիկան որ վերցնենք between UV արանքում ինչ տիվ է տալիս նայելով U-ն ու V-ն ինչ որ բառերի 0.1-երով բառերի հաջորդականություն են, որն է իրենց մեջի հեռավորությունը։ Բիտային գումար։ Այդ այսինքն է բիտային գումար։ Հա, քանի տեղ են տարբերվում, հա, ճիշտ է։ Քանի տեղ են տարբերվում։ The number of bits that by which U and V differ. Որ վերցնեք, էսի հենց էս կոչումը չգիտեմ ինչ, միավոր cube կամ ոնց էր կոչում էս բանը։ Միավոր խորանարդ։ Միավոր խորանարդ, այդ խորանարդով, այսինքն ուզում ասի, որ երկու կետերի միջև որ վերցես կարճագույն ճանապարհը, Էդի պետք է ուղղակի գնաս թե որ բիտերով է տարբերվում, ասենք նայես որ բիտերով է տարբերվում, ասենք էս իստը 1-ը այնի 0-ը, իսկ այդ բիտը ուղես, 1-ից 0 գնաս, այդ մի բիտը ուղեցիր, հետո էլի մյուս բիտն ես ուղում, մյուս բիտն ես ուղում, մյուս բիտն ես ուղում, հասնում ես, ու չես կարա չուղես, որտեղ պիտի ուղես որ հասնես։ Դրա համար էսի կարճագույն հեռավորությունն է, this is called the Hamming distance. This is also called the Hamming distance. Հետաքրքիր խնդիրը կարող այդքան հետաքրքիր չի ինչ որ է որ այս գրաֆը այս գագաթները դնենք RN-ում ոնց որ ամենա բան տրիվիալ ձևով ասենք այս սրանք 0.1-երի բառեր են այդ 0.1-երի բառերը նայում ես որպես վեկտոր RN-ում այն երկարության բառը դարձնում ես RN-ում վեկտոր հա Okay, հիմա այդ վերցեցինք այս արտապատկերումը, ես կուզեմ տեսնեմ ինչ մետրիկա վերցնես RN-ի վրա, որպեսզի այս արտապատկերումը պահպանի մետրիկան, պահպանի Hamming distance-ը։ Այդ հետո ավելի որ իզոմետրիա սահմանը ավելի ճիշտ կգրեն այդ խնդիրը։ Մաքսիմումով հեռավորությունը, այսինքն դեալը, չէ՞։ Այդոն չէ, տենց ես տենց չեմ մտածում։ Դու ուզում ես ոնց որ սաղ բիտերը ուղղած լնես, իսկ մաքսիմումով մենակ մի բիտ կուղվի։ Չէ, իրենք մաքսիմում 1-ով են, 1 հատ են տարբերվում, 0-ն 1-ը։ Այսինքն, եթե մաքսիմում մետրիկան վերցնես, իրենց բոլորի հեռավորությունը pairwise, զույգ առ զույգ լինելու է 1։ Մի խոսքով մտածեք։ Okay, այս օրինակից վերջացրեցինք։ Հիմա ուզում եմ հաջորդ օրինակը բերեմ, ոնց որ ուրիշ գրաֆի օրինակ, որը հայտնվում է ու ասենք ինքն մեծ առարկայի հիմք է հանդիսանում։ So այս օրինակ ուզում եմ sense հա այս օրինակը խմբեր է օգտագործում, եթե խմբերի տեսություն խմբեր կյանքում չեք տեսել, ես մի 5 րոպե հանգստացեք, ուրեմն ոնց որ իգնոր արեք էլի այս օրինակը, ես չեմ պահանջում, որ դուք խմբերի տեսություն իմանաք, բայց ով որ խմբերի տեսություն գիտի, այս օրինակը պարտադիր։ Okay, so groups as metric spaces. Okay, ես որ ասում եմ խումբ, հիմնականում նկատում եմ անվերջ խումբ, ասենք վերջավոր խմբերից իմ մոտ վախ ու ալերգիա կա։ Անվերջ խմբերի մասին է հիմնականում խոսքը։ Հիմա ուզում եմ
Ասենք let gamma be a group. Ասեմ typically infinite. Տենց մտածեք, օրինակի համար Z-ը, հա, մտածեք Z խումբն է, ասենք ամբողջ թվերի խումբն է, հա, բանով, գումարումով։ Հիմա վերցնենք ինչ որ գեներատորների բազմություն, S, B, symmetric ես կասեմ ինչ է նշանակում, generators, նախ գեներատորների բազմությունը չեմ ասում ինքը վերջավոր լինի, չնայած ասենք տիպիկ օգտակիրառման մեջ վերջավոր կլինի, օրինակ Z-ի համար գեներատորը 1 թիվը, չէ, 1 թիվը որ վերցնես, իրան միլիոն անգամ գումարես, ուրիշ թվերով սաղ կստանաս, հետո միլիոն ասած ուզում եմ ասեմ կամայական անգամ, ու կարաս իրան հանես։ Z խմբում 1 թիվը գեներատորը, բայց ես ուզում եմ սիմետրիկ լինի, այդ նշանակում է ես ուզում եմ որ ինչ գեներատորը ստե դնում ես դրա հակադարձնել մեջը դնես սիմետրիկը է symmetric means so if closed under inverses. Okay, okay, so gamma վերցեցինք, S-ը վերցեցինք, եկեք մի հատ EG-ով գրեմ, EG Z with S being plus minus 1. Okay, այ հիմա S-ը Z-ի համար սիմետրիկ գեներացնող բազմություն է։ Ու այս տրված ինֆորմացիայից կարծում ենք այսպես կոչված Cayley graph-ը, the Cayley graph of gamma with respect to S is ասենք նշանակվում է մարկա K-ը գրում հենց K sub S gamma ու S-ը գագաթների բազմությունը գամման է հենց, այգնեք գագաթների բազմությունը հենց ամբողջ խումբն է, իսկ էջերի բազմությունը հեսա կսահմանենք where we put an edge between ասենք երկու խմբի էլեմենտ gamma 1 gamma 2 gamma if gamma ինչ եթե տարբերությունը 1 է, հա։ Մեկ է օրինակի վրա, հա, 1 կամ պլյուս մինուս 1, բայց եթե ընդհանուր դեպքում ես ասում, եթե մեկին որ բազմապատկես հենց աջ կողմից եմ ուզում բազմապատկած լինեմ, if gamma 1 times sigma equals gamma 2 for some generator. Ասենք կարող է կոմուտատիվ չի էլի խումբը, որ ասենք ես ճիշտ աջ կողմից սահմանել Cayley graph-ի էջերը, որպեսզի խումբը այդ գրաֆի վրա ազդի ձախ կողմից, բայց չխորանան։ So այս նույն օրինակի համար կլինի sense Z-ն է, այսինքն սիրուն մեր Z-ի նորմալ նկարը կստացվի, որտեղ այս արանքի այս բաները էջեր են։ Ասենք 0, 1, 2, 3 minus 1, minus 2, minus 3, հա։ Եկեք ուրիշ օրինակ անենք, մի պահ, որ հասկանանք, էլի Z-ը վերցնենք, բայց S-ը վերցնենք, ես իմ պլյուս 1 ու պլյուս 2, մինուս 2, ասենք S վերցնենք։ Okay, այդ դեպքում ինչ է ստացվելու։
Այդ դեպքում եք ստացվի sense, ասենք 0-ից 2 պետք է դնենք, 1-ից 3 պետք է դնենք եւ այլն։ Հետո որը չեմ դրել։ Հա, բարձա։ Այսինքն նույն խմբով կարաս տարբեր կելիգրաֆներ ստանաս։ Ամեն հերթում են չէ միացրած, այն գիծը միացրած նա։ Չեմ լսում ինչ եք ասում, պարզ։ Բանը չեմ դնում, ուղղությունները չեմ դնում։ Ոնց որ անուղղորդված գրաֆ եմ դիտարկում որպես։ Ո՞նց է ասում։ Դե ջոկեցի։ Okay։ Եղավ, ուրիշ խումբ գիտեք բացի Z-ից, նենց որ հոգեհարազատ է։ Երկրորդ տրանգի ազատ խումբը։ Մերսի, հայ, բանը Միքայելյանի ուսանողը զգացվում է։ Okay, եկեք ազատ խումբ դիտարկենք։ Ազատ խումբը, ասենք, օրինակի համար F2 դիտարկենք, ազատ խումբ AB գեներատորների վրա free group on two generators. Այս ասեմ ինչ է, էսի ուղղակի բառերի A-ով, B-ով ու A inverse-ով եկեք ստե սահմանենք words, reduced words, the set of reduced words. Այսօ reduced-ը կասեմ որն է, reduced words in symbols A plus minus make, B plus minus make, where reduced means A and A inverse, B and B inverse don't appear next to each other. Այսինքն որ երկու A ու I inverse իրար կողք տնաս, պետք է cancel անես ու ջնջես այդ երկուսին։ To each other. Okay, so օրինակ e.g. ասենք չգիտեմ A, B inverse, B inverse, A, B, okay, is okay, is reduced, but B inverse isn't. Որտեվ այս երկուսը իրար կողք չպետք է լինեին։ Okay, այդքան բան։ Ստե որն է բանը այս ստեղի օպերացիան, ուղղակի երկու բառ իրար կողք եք դնում, ու հետո տեսնում ենք, եթե cancel-ի բան կա, ոնց են սրան ասում, կրճատելու բան կա, ջնջելու բան կա, reduce անելու, անում եք, այդքան բան։ Այս էլ ասեմ, the group operation ասենք երկու բառի համար, հա, W2 is defined by concatenating the words W1 and W2 into the word W1 հաջորդում W2-ին and cancelling and reducing it, i.e. Cancelling the neighboring A inverse and B inverse. Okay, շատ ահավոր արագ այս խումբը սահմանեցինք, ես լավ կլներ ենթադրեի, որ տեսել եք այս խումբը, okay, եկեք սրա կելիգրաֆը նայենք, let S be A plus minus make ու B plus minus make, որն է սրա կելիգրաֆը, ասենք թե ստեղ բառեր են, չէ, ասենք այս խմբում բառեր են, եկեք սկսենք բան բառից, դատարկ բառից, էդի միավորն է, մեկ եմ գրում ստեղ, մեկ ի նկատի ունեմ F2-ի միավորն է, մեկ, կամ E-ն չէ գրում, ասենք
sense են գրում մեկ երբեմն եկեք էտի ոչ միավորն է հետո ինչ edge ենք դնում այս միավորից 4 հատ չէ 4 հատ գեներատոր ունենք ձեր չկապտի 4 հատ edge դնենք okay եկեք դնենք ուհա սովորաբար label-ներն էլ պետքա պահենք օրինակ այստեղ +1 label-նա 1 label-նա կներեք ասենք կարաս calligraph-ը labeled սահմանես ասի -1 եթե այս կողմից նայես գծերով մի խոսքով էս էլ ասենք 2 եւ այլն ասի 1 տենց նայես ստեղ էլ ենք label-ները գրում էսի ասենք թե A-նա այս ուղղությունը A-նա այս ուղղությունը A-ի հակադարձն է այս ուղղությունն էլ բանն է B-ն էսի B-ի հակադարձը okay հիմա այս կետում ինչ ենք անում ըստեից կարաս ուրիշ բառեր սարքես կարաս AB-ն սարքես կա AB-ի հակադարձը սարքես ու կարաս AA սարքես ուրիշ ձև չունես չես կարա հետ գնաս որ ասենք մի հատ էլ A inverse դնես հետ ես գնում okay so ստեղից էլ sense բան ալնում ու տենց բոլոր տեղերից okay հիմա շարունակում ենք հիմա լես գագաթների համար նույն բանը պետք է անես էլի sense մի հատ sense երա բան երա չգիտեմ բան ավերացնես tripod եւ այլն հատվեն հա այսինքն ինչ պետքա չհատվեն այսինքն իրենք նկատես ցիկլ պետք չլինի հա որովհետեւ որ ցիկլի մեկի սկզբում A-ը մյուսի սկզբում B-ը էլի ինքը չի կարա նույն կետին երկու կողմից հենց խմբի ազատությունը այն է որ հա ցիկլ չկա ասենք որ բազմապատկում ես երկու բառ դու ոչ մի բան չի չես կարա ստանաս ցիկլ ինչ է նշանակում որ ինչ որ մի հատ երկար բառ ունես բայց այդ երկար բառը հավասար է կարճ բառի Այդպես բան չի լինում ազատ խումբ է ոչ մի ուրիշ բացի այդ obvious բանը A inverse-ով cancel անելուց ուրիշ հարաբերություններ չեն բավարարվում այդ խմբի էլեմենտների միջև դրա համար ենք ասում ազատ ոնց որ ուրիշ կապող հարաբերություններ չկան խմբի էլեմենտների միջև ու sense ու շարունակում այս այսինքն ինքը դառնում է for regular tree for regular նշանակում ամեն կետ ունի 4 հատ հարևան ու ինքը ծառ նկատի ունեմ որ բան չկա ցիկլ չկա այստեղ okay ես էլ այդ դրա calligraph-ն է հիմա գրաֆները ոնց որ ասեցինք մետրիկական տարածություններ են so viewing calligraphs մի վնասեմ ես մինչև calligraph-ի սահմանումը չտեսա շատ ուշ իրականից հետո ես չէի կամ խմբերի հետ աշխատեի ես չէի կամ հասկանայի ինչա խումբը որտեղ ոնց որ միանգամից պատկեր չէր ստեղծվում ուղեղից մեջ հենց ջոբիցի որ կարամ գրաֆով պատկեր ստեղծեմ ուղեղից մեջ խմբերը ասենք հիմա իմ ընկերներն են ու ասենք ամեն խումբը մի հատ պետք է հասկանաս էլի այդ խումբը ինչ տեսք ունի viewing calligraphs as metric spaces ոնց որ արդեն ասեցի shortest path distance-ով is the shortest path metric started a huge math subject made mathemi bana սկսվել very active math area called I guess by Gromov but MSL called geometric group theory
The subject allows, okay, is առարկան studies փորձում է հասկանալ երկրաչափությունը այս խմբերի of groups and see how they correlate. Իվորնա կորելացիան հանրահաշվական հատկությունների հետ correlate ոնց է գրվում correlate երկու L սպասեք նայեմ չեմ լսում Mile երկու R merci correlate with algebraic properties Մի հատ օրինակ կբերեք երկրաչափական հատկություն խմբի հենց հիմա բերում եմ այդ ուզում ասեի for example եկեք սենց անեմ the growth of the group growth at սահմանումա ֆունկցիա n-ից բնական թվից որ ամեն n-ի համար վերադարձնում ամեն n-ի համար վերադարձնում է այդ խմբում ասենք միավորի կողքը որ նայես գունդը այդ շարաբղով n շարաբղով գունդը որ նայես քանի հատ էլեմենտ է մեջը okay so I can grab so for gamma group and a symmetric generating set let I think growth function g բանից բնական թվերից դեպի բնական թվեր be defined by g of n the number of elements in the ball of radius n at the identity միավորի the identity of gamma at any vertex actually generating set ինքնիրանով symmetric չի չէ ասենք կարայի մեկը վերցնեի ու մինուս մեկը չվերցնեի ուրիշ հարց եմ ուզում տալ մենք հիմա մեզ հետաքրքիր է generating set-ի generate արած group-ը չէ դրանով ենք սահմանում մեր բանը group-ը չէ graph-ը graph-ը բայց S-ի generate արած group-ով չի սահմանում ավելի շատ ոնց որ Then Jorgen իմաստը որն է բանանելու պատմում որ S-ը symmetric generating set-ը եթե Ես symmetric-ը վերցնեմ զուտ որ x անգամ sigma-ն հավասար է y միացնում ենք իրար x-ն ու y-ը բայց եթե ոնց որ sigma-ի հակադարձը կա S-ում բայց sigma-ն չկա այդպես x-ն ու y-ը միացնում ենք չէ իրար Հա, բայց ուղղորդված, այդ վաղտ արդեն directed graph-ը սահմանվում, ու էդ էլ է պետք, էդ էլ է օգտագործվում։ Ես ուղղակի չեմ ուզում ուղղություն լինի, ես ուզում եմ symmetric լինի, եթե x-ից y edge եմ տանում ուղղորդված, նաև ուզում եմ y-ից x հետ գալու տարբերակ ունենալ։ Զուտ է, ինքը ոնց որ կարևոր չի էլի, այս տեխնիկական պահը։ Այդ identity, այդ սպասի, in the Cayley graph in Cayley graph of gamma with respect to S. Okay, օրինակի համար the G for Z and S being plus minus mega
Քանի հատ էլեմենտ կա n երկարությամբ n շարավղով բանի մեջ գնդի մեջ որն է գունդը ստե n շարավղով գունդը ասենք ստե որ նայում ենք ասենք թե n-ը 3 է այդ էսա չէ բաց փակ կապ չունի մի երկու հատ էլեմենտի տարբերություն է տալու եկեք փակը վերցնենք օրինակի համար ասենք թե 3 շարավղով գնդի մասին է խոսքը քանի հատ է մեջը 2n + 1 2n + 1 օքեյ եկեք տնենք ուրեմն այստեղ օքեյ իսկ ազատ խմբի համար Ազատ խմբի համար ինչքան է եկեք նայենք 4 անգամ 3n - 1 Ճիշտ է սկզբից 4 բայց հետո մենակ ամեն գագաթից 3 ենք վերցնելու ամեն հաջորդ փուլի +1 էլի որ այդ մեջտեղի կետը հաշվեն մի հատ է +1 վերջում ահա եկեք դա դնենք ինձ հետաքրքրում է այս ֆունկցիայի աճը ոնց որ այդ +1-ը կուտ չի ուտելու բայց լրիվ ճիշտ եք ինչ ենք գրում այստեղ 4 անգամ 3-ի n - 1 աստիճան +1 հա օքեյ so տարբերությունը ո՞րն է օրինակ s-ի պոլինոմիալը s էքսպոնենցիալ է եկեք z քառակուսին է անենք for z squared with s որն է գեներատորների բազմությունը ստեղ բնական բազմությունը կլինի +- 1 0 ու 0 +- 1 ասենք էլի գրաֆը կլինի բանը ոնց են ասում հայերեն grid ցանց sense բան ուղիղ անկյունով ցանց օքեյ ստեղ աճի ինչքան է կարակ ճշգրիտ չհաշվեք մոտավոր է ասեք լավ է P անգամ n քառակուսի ճիշտ է gn հավասար է ինչ որ կոնստանտ անգամ n քառակուսի չգիտեմ մի խոսքով ճուցե անգամ n քառակուսի կարգի է կարող է +1 ասենք եկեք +c դնեմ որտեղ +d օքեյ նա всякий օքեյ so նայում ենք ասենք z-ի դեպքում գծայինը դու քառակուսու դեպքում քառակուսային է ու տենց էլ շարունակվելու է ասենք z-ի խորանարդի դեպքում կլինի խորանարդ բայց ազատ խմբի դեպքում միանգամից էքսպոնենցիալ է ազատ աբելյան չի ոնց որ հա բայց մենակ աբելյանի համար չէ կան նիլպոտենտ խմբեր որոնք աբելյան չեն իրանց համար էլ է պոլինոմիալ so okay is awesome so I think it's not hard to see I think lemma it's not մի հատ եմ մի բան ասեմ հիմա այս growth-ը այս ֆունկցիայի համարում ենք ոնց որ իր ասիմպտոտիկ պահելաձևը ասենք էսի բան գծային էսի քառակուսային էսի էքսպոնենցիալ ու կարակ հարց տակ բա այս ասիմպտոտիկ պահելաձևը կապ ունի որ գեներատորների բազմությունն ենք վերցնում հիմա կարող է ես եմ ու թեկուզ ես նույն ազատ խմբի համար մի երկու հատ եմ գեներատորը ստե գցում ինքը էլ ծառ չի ելնում ասենք ուրիշ կապեր են ելնում ու կարա խմբի աճի այս ֆունկցիայի վրա Մենք գունդը կառուցել, ուրեմն սկզբում կհասնենք 1-ին ինչ որ վերջավոր քանակով փայլերով, հետո սկսենք 1-ից գնալը դեռ պլյուս կոնստանտ ալինում, ասում չեմ պլյուս կոնստանտ ալին, ասում դեպի պայելը կոնկրետ դա իստորոց ենք տանում էքսպոնենցիալը մենք կարող ասենք 5-ի էքսպոնենցիալ դառնալու Դա ասենք մենք դժվար չորսը դա ինտեր չարը եթե վերստեղ ամինուս 1 բերի մենք խոսքի AB ամինուս 1 բերի դա ավելի բերում է դա ավելի
Հա, բայց բարձվում է, որ իրոք զուտ, ասենք, կոնստանտ բազմապատիկով է տարբերվում, բազմապատիկ ու այնտեղ պլյուսով, այսինքն կոնստանտ տարբերություն է ալնում, սկալար բազմապատիկի տարբերություն է տալու այդ սաղ տարբեր գեներատորները, այսինքն ոնց որ աճի որակի վրա չի ազդելու, աճի արագության վրա չի ազդելու։ So I think the asymptotic behavior of G does not depend. I think asymptotic մի քիչ ինչ իմաստով, ասենք պոլինոմիալը մնում է պոլինոմիալ depend on G. E.g. doesn't depend on S. Հա, աստիճան կարա բարձրանա, բայց պոլինոմիալ կմնա։ E.g. Polynomial stays polynomial. Stays polynomial. Ու իմաստունի սահմանել, ասենք, խմբեր պոլինոմիալ աճի, կամ խմբել սուբէքսպոնենցիալ աճի, կամ խմբեր էքսպոնենցիալ աճի։ Okay? Այսինքն, sense աճով կարաս խմբերի բազմություններ, կլասեր սահմանես։ Հիմա օրինակ հետաքրքիր է, որ խմբերն են պոլինոմիալ աճի։ The question. Which groups have polynomial growth? Ասենք ոնց որ դժվար չի շատ տեսնել, որ աբելյան խմբերը ունեն, որտեղ Z-ի աստիճաններ ունեն, which finitely generated groups, վերջավոր գեներացված finitely generated. Okay, այս Z-ի օրինակի վրա տեսանք, որ ասենք ազատ աբելյան խմբեր ունեն, կարաս հեշտ համոզվես, որ եթե այդ խումբը ինչ որ կողքից վերջավոր կոմպոնենտ կցես, այսինքն թե ունենա վերջավոր ինդեքսի ենթախումբ, որը պոլինոմիալ է, ուրեմն մեծ խումբն էլ կլինի պոլինոմիալ եւ հակառակը։ Այդ վերջավոր ինդեքս վերցնելու ենթախումբ վերցնելու վրա պոլինոմիալությունը չի ազդում։ Վերջավոր ինդեքսի ենթախումբ վերցնելը պոլինոմիալ լինելու վրա չի ազդում։ Okay? So I think since it's not hard to show. It's not terribly hard to show. Show that all finitely generated abelian groups and even nilpotent groups. Չեմ ուզում nilpotent սահմանեմ, հիմա ասենք խմբերի տեսության դաշ չի։ Nilpotent-ը, որ ասենք կենտրոնը վերցնում ես, խումբը բաժանում ես այդ կենտրոնի վրա, ստանում ես ուրիշ խումբ, այդ ուրիշ խումբի կենտրոնն էլ ես վերցնում, ոնց որ sense կենտրոն ուտելով գնում ես, վերջում խումբը պրծնում է։ Ասենք այդ դրանք nilpotent խումբը վերջավոր քայլերում խումբը վերջանում է։ In nilpotent groups and even virtually nilpotent groups, as իչեմ ուզում էլի խորանամ, virtually nilpotent groups, որտեղ virtually նշանակում է որ ինքը կարող է nilpotent չի, բայց վերջավոր ինդեքսով ենթախումբ ունի, որը nilpotent է։ Virtually միշտ նշանակում է կարող է ես չեմ, բայց ին վերջավոր ինդեքսով ենթախումբը ա։ Ինչ որ հատկություն, ասենք virtually Պողոս նշանակում է վերջավոր ինդեքսով Պողոս հատկությամբ ենթախումբ կա։ Ենթախումբ ասելով ինչ ես չեմ պատկերացնում։ Որ բաժանում եք, որ ենթախմբի բաներն եք նայում, ոնց են դրանց ասում, cosets։ Հարակից 10։ Հարակից 10-երի քանակը վերջավոր են, ասենք 7000 բան։ Virtually nilpotent groups have polynomial growth. Այս ոնց որ այս ցույց տալը բան sense նստում անում ես էլի։
նստում սահմանումից ցույց է տալիս կոպիտ ասած ասենք իմ մոտ էս իմ երկրաչափական խմբերի տեսությունից էս համար առաջին բան վարժություններ ոնց որ էսի թեման չի էլի թեման հետեւյալն է որ նայեք ինչ ենք ստեղ անում ստեղ մեզ տրված է ասենք հանրահաշվական հատկություն այդ հանրահաշվական հատկությունից որը ոնց որ որակական չէ հատկությունը ասենք չգիտեմ Սևա սպիտակա հանրահաշվական հատկություն անես էպսիլոնոտ բան չի էլի որակական հատկություն է ինքը դրանից ստանում ենք քանակական հատկություն հա որ ասենք growth-ը polynomial է ոչ մեկ չի զարմանում հա parza ասենք ոնց որ այս ոնց որ ուժեղ հատկություն է այս ուժեղ հատկությունից ավելի թույլ հատկություն ենք ստանում երկրաչափական քանակական հատկություն ենք ստանում հա հիմա Այս Գրոմովի թեորեմն է ու հենց էս է սկսել այս բանը առարկան polynomial so finitely generated group has polynomial growth if and only if it is virtually nilpotent. Այս ցնցողը ասենք եղած չեղածը մարդուն տալիս է որ իր չգիտեմ Քեյլի գրաֆի խմբի աճը պոլինոմիալ արագությամբ է այդքան բան ուրիշ ոչ մի ինֆորմացիա չունես խմբի մասին մեկ էլ հանգարց ասենք այդ խումբը համարյա լրիվ վերականգնվում է հա ասենք այդ խումբը պետք է լինի virtually nilpotent okay էսի ցնցող թեորեմը ասենք շահապատվության մեջ լիքը մտքեր են ասենք նաև լոգիկայից մտքեր կան այստեղ ու լիգի խմբերից կլասիֆիկացիա բան ասենք տրապացույցը խելար բան է ու հիմա ավելի կարճապացույցներ էլ կան շալոմն ու թաուն ունեն շատ կարճապացույց շատ կարճ ասած մի սեմեստր մեզ տևեց մինչև շալոմը պատմեցին մեզ բայց դիտի հավատացեք մեկա կարճա okay ասենք այս թեորեմը մի հատ կոմենտով գրեմ this is a stunning theorem as it recovers an algebraic property like /qualitative property from as a geometric quantitative Քանի շատ հեռու չեն գնաց, մի քիչ վերևից մի հատ հարց տամ, էլի։ Հեսա կտաս մի րոպե, one։ Ասա։ Այնտեղ մենք ասացինք, որ եթե գեներատորների քանակը շատացնում ենք, զուտ կոնստանտով է իր աճը փոխվում։ Կոնստանտով չի, դի խափում եմ, կոնստանտ չի, բայց պոլինոմիալը մնում է պոլինոմիալ, ասենք սուբէքսպոնենցիալը մնում է սուբէքսպոնենցիալ, էքսպոնենցիալը մնում է էքսպոնենցիալ։ Ասենք ավելի ճիշտ է տենց, որովհետև ասենք զուտ կոնստանտով չի, ստե կարող է 3-ը 5 դառնա բան էլի։ Հենց դրա համար էի հարցնում, էլի, դառնում էր Հա, չէ, դառնում է, հա։ Հա, չէ, ինքը, բայց մնում է ոնց որ եթե էքսպոնենցիալը նախորդը, էս էլ է էքսպոնենցիալ մնում եւ այն, այդ ասենք ասիմպտոտիկ maybe արի գրեմ բանով, ասենց rough asymptotic behavior-ն է մնում, ոչ թե իսկական անալիտիկ asymptotic behavior-ն։ Okay, հիմա մի խոսքով այս թեորեմը սկսեց նոր առարկա ու այդ առարկան հիմա ասենք ծաղկում շատ սիրուն առարկա է Արման Դարփինյանը որը այս առարկայում սուպերստարներից մեկն է ինքը հիմա պոստդոկ անում Օհայոյի Ohio State համալսարանում okay ու սկսել է Միքայելյանից էլի իրականում Միքայելյանն է իր բան եղել advisor եղել okay anyway զուտ այս օրինակը բերեցի որ հասկանաք որ մետրիկական տարածությունները ամենտեղ հանդիպում են ու ինչու՞ չէ թեկուզ խմբերի տեսության մեջ ու նայեք ինչ էր կարալ լինի okay լավ հետ իջնեմ
կներեք ես scrolling-ի համար, էլի օրինակ պետք է տամ մի հատ տեսնեմ ինչ օրինակներ եմ գրել։ Okay, սարինք եղավ, հիմա եկեք կարևոր օրինակը կանտորի տարածությունը։ Okay, so որն է կանտորի տարածությունը։ X-ը վերցնում ենք մեր բաների բազմությունը վերցնում ենք էլի 0.1-ով գրեմ 0.1-ի n աստիճան, բայց ասեմ, որ ես էսի նաև գրում եմ 2-ի n աստիճան։ S ովքեր են S բանն է, բոլոր 0.1 հաջորդականություններն են, set of xn sequences natural numbers where xn is 0 կամ 1 n. Okay. Անվերջ հաջորդականությունները Անվերջ հաջորդականություններ են, բայց մենակ բան բինար էլի 0 կամ 1, ուրիշ բան չի լինում։ Այսի 0.1 անվերջ բառերի բազմությունն է։ Այս բազմությանը ոնց պետք է մտածենք այս բազմության մասին, այսինքն ոնց եմ օրինակ ես մտածում, ես նախ վերցնում եմ հեսա ծառ եմ նկարելու ու այդ ծառի անվերջ ճյուղերը լինելու են այս սրա էլեմենտները, վերջավոր ճյուղերը չէ, անվերջ։ Okay, ծառը ոնց ենք նկարում, վերցնում ենք դատարկ բառ, սրա անունը դատարկ բազմություն, հետո նկարելու եմ մի հատ 0 edge ու մի հատ 1 edge, 0, 1։ Այդ դրանցով ստանալու եմ նոր բառ, 0 բառը, 1 բառը, այս ոչ թե սիմվոլը, այլ բառը, ուղղակի երկարությունը 1 է։ Հետո էլի վերցնելու եմ 0, 1 edge-եր, 0, 1, ու ստեղ ստանալու եմ արդեն, եկեք գույնը փոխեմ, մի րոպե։ Բառերը դնեմ կարմիրով։ Այստեղ ստանալու եմ 0, 0 բառը, ստեղ ստանալու եմ 0, 1 բառը, ստեղ կստանամ այսի 0, այս 1, այստեղ մի հատ այսպես բան անեմ։ Okay, այս կստանամ որ բառը 1, 0, այս էլ 1, 1։ Ու տենց, ու շարունակում եմ։ Այս հեսա կնկարագրի մեր վեբսայթում, որ գցել եմ մի հատ նկար այդ, ինչ եմ գցել։ Okay, այս արդեն պարզ է, չէ, այսինք 000 բառն է, այսի 001 բառն է, այսի 111 բառն է, այս արդեն որը կլինի, ասենք 0-ի աստեղ, 010, 0, 1, չէ, 100, 100, այսի, okay, այսի հասկացակ, ու շարունակում եք սենց, Պարզա ինքը ասենք մեծանում է, այստեղ այս շողքերի բազմությունը, ոնց որ այդ վերջ անվերջ branch բաների ճյուղերի բազմությունը, այսի կոչվում հենց կանտորի բազմությունն է։ I think we think of to the n as the set of infinite branches through the complete binary tree. Okay, այս կանտորի բազմությունն է։ Հիմա ես ուզում եմ մետրիկական տարածություն սահմանեմ, ուզում եմ մետրիկա սահմանեմ սրա վրա։ Հիմա ինչ մետրիկա սահմանենք, որ լավ լինի։ Define t n plus 2n մինչև s, ասենք իսի մաքսիմում 1 ալնելու։ Կարող 0.1 հատվածի վրա արտապատկերենք երկուական գրավումն է, ու հետո Կարամ երկուականը լավ չի, երկուականը որ արտապատկերես
նախ մեկ ու մեկին արտապատկերում չի լինի, ռացիոնալների պատճառով։ Երեքականով, որ արտապատկերես, կստանաս կանտորի հենց բազմությունը, որ եթե 0 բիտին տանես, 1-ն էլ 2-ին տանես, կստանաս հենց կանտորի բազմությունը, ու այդտեղ բայց մետրիկան մի քիչ ուրիշը կլինի, ասենք ճիշտ ես ասում, էդի կլինի ինչ-որ մետրիկա սրա վրա ու նորմալ մետրիկա կլինի։ Բայց ես ուզում եմ մի քիչ ավելի հեշտ սահմանեմ։ Ասեք, դա ինչ արտապատկերն եղավ, ես չպատկերացրեցի։ Այս սրանք 0-1-երով բառեր են, չէ։ Մեկերի տեղը 2 դիր ու պատկերացրու ոնց որ 0-1-1 0-0-1 եւ այլն բառը արտապատկերում ենք 0.2-2-2-0-0-2 բանի թվին երակի ternary representation-ով, ոչ թե decimal, ոչ թե տասական, այլ ոնց են դրանց ասում, երակի բանը։ Երեքական գրառումով, մերսի։ Բայց ասում եմ հիմա, ես ասում եմ այդ չանենք, կեք ավելի հեշտ բան անենք։ Եկեք նայենք, ասենք մի հատ ինչ եք մտածում, երբ ենք ուզում, որ երկու ճյուղ մոտիկ համարենք իրար։ Ինչ-որ չափով մոտիկ, չասեցի հենց։ Ինչ-որ թիվ տանք, էլի երկու ճյուղի մոտ։ Օրինակ, այս ճյուղը ու այս ճյուղը, այս երկու ճյուղերը պետք է իրարից, ասենք, ինչ-որ հեռավորություն ունենան, ասենք թե 1։ Հիմա այս ճյուղը վերցնենք ու այս ճյուղը վերցնենք։ Ասենք ոնց որ ինձ թվում է իրանք պետք է ավելի մոտիկ լինեն, որովհետև իրանք գոնե ինչ-որ մի մաս ունեցել են իրար հետ են շարժվել, չէ, նամանավանդ օրինակ այս ճյուղը, որ եթե ստեն ցենց կիսվել, ահագին մաս իրանք իրար հետ են շարժվել, հետո են տարամիտել, չէ, այս ճյուղերը։ Ու մենք ուզում ենք այն նրանք, որոնք ահագին նույնն են, սկզբի մասը նույնն են, ուզում ենք դրանք մոտիկ լինեն ավելի։ Իսկ նրանք, որոնք ասենք Ընդհանուր տարերի քանը կտարենք, նայենք սկզբից սկսած։ Սկզբից, ընդհանուր չես կարող ասես, ընդհանուր տարերի քանակը, որտեղ կարող է անվերջ լինել։ Okay, արի բանով գրենք x, y, ինչ ուր ենք բանանում, ասենք x-ը մի հատ ճյուղ է, y-ն էլ է մի հատ ճյուղ, չգիտեմ, այս գույնի վերցնեմ, ուպս, ասենք թե սենց, ասի x-ն է, ասի y-ն է։ Իրանք 3 հատ բիտով են նույնը լինում սկզբից, հետո տարամիտում են։ Ասում եմ վերցնենք բան, ասենք 2-ի մինուս հենց այն աստիճանը, որտեղից սկսած իրանք տարամիտում են։ Դրա ոնց գրենք էդի nx y, որտեղ nx y-ը հավասար է the least index I at which next I with x-ի I երորդ բիտը հավասար չէ y-ի I երորդ բիտի։ Այս երեքան անհավասարմանը բավարարում է։ Այս ոչ միայն ինքը ավելի strong, ավելի խիստ անհավասարության է բավարարում։ Այս ոչ միայն մետրիկա է, այլ ինքը ուլտրամետրիկա է, որը կասեմ, so խնդիր check that in fact D is an ultrametric. Asi ես ուզում եմ տնային տայի, i.e. dx-ը հավասար է, փոքր կամ հավասար է, ոչ միայն գումարի, այլ մաքսիմումի dxy dyz։ Այսինքն ինքը ոչ միայն գումարից է փոքր կամ հավասար, այլ in fact մաքսիմումից է փոքր կամ հավասար։ Ես ավելի խիստ անհավասարություն է, քան եռանկյանը։
ու մի հատ դրեք մտածեք, ասենք թեկուզ ասենք այս մի հատ էլ երրորդ մի հատ բան գծեք, դա Z-ն է, ու ասենք մի երկու դեպք կա, պետք է նայեք, որ ճիշտ է այս գրածս։ Այսինքն կոչվում է ուլտրամետրիկա։ Okay, մի հատ ասի բան ունեմ, որ նշեմ, որ կապույտ լինի, մարդու աչքին երևա։ Oops. Okay. Ու էսի մետրիկա է, եկեք մի հատ ստեղ գունդը հասկանանք, այս մետրիկայով գունդը հասկանանք, էլի, ասենք թե ուզում եմ գունդ, չգիտեմ, ասենք ստեղ շարավիղները փաստորեն հեռավորությունները լինելու են երկուսի աստիճաններ, չէ՞, երկուսի ցանկացած երկու կետի հեռավորությունը երկուսի ինչ որ աստիճան է ըստ սահմանման։ Դա եկեք երկուսի աստիճաններով շարավիղներով նայենք մի հատ ուրիշ շարավիղները կարաս նայես, բայց ոնց որ հիմնական տարբերությունը երկուսի աստիճանների միջև է լինելու։ Եկեք հասկանանք, ասենք մի հատ x վերցնենք, let x be into the n and what is the ball of radius ինչ radius վերցնենք, ասենք 2-ի մինուս n աստիճան, ասենք թե բաց գունդն ենք վերցնում։ 2-ի n աստիճան բաց գունդ, այսինքն 2-ի n արդեն չենք ուզում, ուզում ենք մի հատ պակաս։ Օրինակ, ասենք թե x-ը էս կապույտն է, n-ն էլ ենթադրենք 3 եմ տալիս։ Որն է ստեղի բանը։ N-ը 3 չեմ տալիս, n-ը 2 եմ տալիս։ Որն է այս նկարի վրա։ Զրոյից սկսած բոլոր ճյուղերը, ավելի ճիշտ զրոյով անցնողից բոլոր ճյուղերը։ 0-0-ով անցնողից, այդ դրանք ինչ հեռավորության վրա են լինելու, դրանք լինելու են պոտենցիալ 2-ի մինուս 3 հեռավորության վրա, լավ, ուզում ես փակ վերցնենք, քո ասածը փակով է, դու ոնց որ 2-ի մինուս 3-ը օքեյ ես անում։ Կամ եթե բաց է, ուրեմն մի հատ էլ Եթե բաց է 3-0 չէ, 0-0-1, եթե բաց է այսքանը պետք է վերցնես, ու սաղ ներքևի ինգասները այդ գունդն են։ Եթե փակ վերցնենք, այ ճիշտ ես ասում, այսքանը կլինի։ Okay, so answer, ասենք b 2-ի մինուս n-ը հավասար է բոլոր n y-ների բազմությունը n 2-ի n-ից, որ առաջին, այսինքն y-ի առաջին n-1 հատ կոորդինատը համընկնում է x-ի առաջին n-1, թե n ասեցինք, բաց գունդի համար, n կոորդինատը համընկնում է x-ի առաջին n կոորդինատի հետ։ Այս նաև կարանք նշանակենք բանով, ես ուզում եմ նշանակում անեմ, որտեղ օգտագործվում է, ասենք զուտ վերցնենք x0, այսպես բառը վերցնենք x0, x1, x2, xn-ից հանած 1, որ n հատ, չէ, 0-ից եմ սկսում, ինդեքսավորումը n հատ, այս նշանակում է բոլոր n բառերը, որոնց սկիզբը s-ի է, ոնց որ սկզբի շաբլոնը s-ը։ Okay, so այսի որ նկարեմ, կլինի ասենք sense, այսի x-ն է, այս բանը կլինի այս սաղ։ Այս բոլորը, այսինքն այս բոլորը, պետք է ասենք ավելի ճիշտ կլներ վերցնեի այսենց։ Okay, ու ոնց որ քննարկման ընթացքում հասկացանք, այս հավասարը ինչ որ փակ գնդի, որ փակ գնդին է հավասար։ Նույնն է ինչ որ ուրիշ փակ գունդ։ Շարավիղը ուղղակի պետք է փոխվի 2-ի մինուս n-1
n-1 ճիշտ է x փակ գունդ okay so այս նենց տարածությունն է որտեղ փակ գնդերը բաց գնդերի են հավասար եւ հակառակը բաց գնդերը ուրիշ շարժվող փակ գնդերի են հավասար Ոնց որ սաղ բազմությունները համբաց են համբակ չէ սաղ չէ բայց չէ սաղ չէ ասենք հիմա որ մի հատ branch վերցնի 00000 branch-ը վերցնես դա փակ բազմություն է բայց բաց չի որտեղ ոչ մի գունդ չի պարունակում իր միջև բաց չի բայց դու ինչ նկատի ունես որ հա ասենք բոլոր բաց բազմությունները գեներացվում են փակ եւ բաց բազմություններով դրանք կոչվում են clopen այդտեղ կգանք clopen բազմություններ այսինքն համ closed համ էլ open ու տենց ելնում ասենք դրան անալոգիան չի աշխատում դուռը կամ բաց է կամ փակ բայց բազմությունները կարան լինեն եւ բաց եւ փակ okay այս տարածությունն է եկեք մի հատիկ էլ տարածություն սահմանեմ նույն տարածությունը ուղղակի բինար 0-1-ի փոխարեն բոլոր բնական թվերը վերցնենք okay let x be հիմա n-ի n աստիճան վերցնենք որ իրենց ընդհանրապես ներկայացնում է բոլոր բնական թվերով հաջորդականությունները n in n x in n in okay for all n in n for all պետք է լիներ for all n in n երևի ստեղել եմ սխալ չեմ գրել for all okay այս կոչվում է բերի բազմություն բերի տարածություն եկեք ստգրեմ bear space bear martha բան չի էլի արչի մասին չի խոսքը в общем այս տարածությունն է այս էլ նույն ձև հասկացաք արդեն ոնց կարանք նկարենք ուղղակի ավելի ոնց որ բան է ոնց են դրան ասում ավելի փրչոց ծառ կլինի բայց էլի ծառ է նույն ձև ենք նկարում ասենք 0 1 2 3 եւ այլն sense եւ այլնով վերցնենք այս իր դատարկ բառն է հետո բառն է հետո էլի ենք վերցնում 0 1 եւ այլն 0 1 եւ այլն 0 1 եւ այլն 0 1 2 եւ այլն այսինքն միշտ ճյուղավորումը անվերջ է անվերջ ճյուղավորվող ծառեր են 0 1 2 այս կլինի 0 0 բառը 0 1 բառը 0 2 բառը եւ այլն ու տենց շարունակ Okay արդեն պատկերացրեք ու այս էլի այս անվերջ ճյուղերը ելնում է հենց բերի բազմությունը մետրիկան նույն ձև ենք սահմանում dx y սահմանում ենք որ էլի 2-ի մինուս nxy աստիճան որտեղ where n x y is the same as above is the least index I such that x restricted to I is equal to y restricted to I. Կարող է 0 լինի։ Երբ որ 0 է, իրանք նույնն են։ Մինուս, եթե 0 է, իրանք 2-ի 1 աստիճան է ստացվում։ 2-ի 0 աստիճան է ստացվում, so 1 է ստացվում իրանք մետրիկան։ Հեռավորությունը։ Okay. Essence. This is again an alpha metric. Okay, այսքանով ոնց որ ուզում եմ օրինակները վերջացնեմ։ Sense տարբեր տիպի մետրիկաների, այս տարածությունների համար ուզում եմ ասենք, որ անում ես անալիզ, մարդիկ really իրականում երկու բանի տարածության վրա են
ֆոկուս եղած մեկը 0.1 փակ ինտերվալն է, որտեղ դա կոմպակտ տարբերակ է, մյուսն էլ լրիվ իրական թվերն են, որտեղ ոչ կոմպակտ է։ Դրանց մասին կխոսանք, այս բառերը բան կստանան, իմաստ կստանան։ Բայց ասենք հա, ասենք իրական թվերը ցենտր են, 0.1 հատվածն էլ է ցենտր ու R-ն էլ է ցենտր, ես ոչ մի բան չունեմ ասելու, բայց դրանք լոկալ կոմպակտ բազմություններ են, բացի դրանից իրանք դիսկրետ, ոնց ասեմ, բարձր ոչ մի բան է դիսկրետ չի, ասենք էս էլ եկա կոնտինուում չափի մետրիկական տարածություն է, դիսկրետի մասին ոչ մեկ չի խոսում, բայց իրանց մեջ կա դիսկրետություն, որ R-ի մեջ չկա, ասենք R-ը կապակցված բազմություն է, իսկ սրանք ոնց որ արդեն հասկացանք, ստեղ կան բազմություններ, որ համ բաց են, համ փակ են, ու այս զուտ այս բանի բնույթից, ասենք դու կարաս համ սահման վերցնես ու սահմանային օբյեկտներ ստանաս, բայց համ էլ կարաս վերջավոր կոմբինատորիկա կիրառես, ասենք կոմբինատոր արգումենտներ անես այս տարածության վրա, որովհետև ինքը բավականաչափ դիսկրետ է, չնայած որ դիսկրետ չի բարձր, դիսկրետ տարածություն չի, ասենք օրինակի համար, եթե վերցնես S հաջորդականությունը, S branch-ը, հետո S branch-ը, հետո S branch-ը, հետո S branch-ը, իրանք ձգտում են 0.0.0.0 branch-ին, չէ, դա սահմանը ստեղ ոնց որ մենք կքննարկենք էս, այսինքն դիսկրետ չի, բայց այս տարածությունները ոնց որ երկու աշխարհի լավագույններն է վերցրել, ինքը անընդհատ աշխարհից սահմանի գաղափարն է վերցրել ու դիսկրետ աշխարհից կոմբինատորիկան է վերցրել, այս տարածությունները դրա համար իրանք ասենք շատ հարուստ են ուսումնասիրելու համար ի տարբերություն ասենք իրական թվերի, որոնք դիսկրետ вообще դիսկրետություն իրենց մեջ ընդհանրապես չկա։ Նույնն էլ էս էլ ոչ կոմպակտ տարբերակն է, կանտորը կոմպակտ է, էս էլ շատ ոչ լոկալ կոմպակտ է, ամենավառ իմաստով։ Okay, tamamıyla ise izin masayı որ այս երկու տարածությունները նենց սիրված տարածություններ են համենայնդեպս իմ կողմից։ Okay, հիմա վերջապես եկեք սահմանենք, մի հատ երկու հատ սահմանում տամ ու երևի վերջացնենք, մի հատ սահմանում որ մոռացել եմ տամ, ուզում եմ տամ այդ բազմության դիամետր ոնց է հայերեն։ Տրամագծի գաղափարն է, շնորհակալություն։ Let XD be metric space for I think non-empty define its diameter by diameter S եթե ուզում եք մետրիկան մատնանշեք, մետրիկան է մատնանշենք, S հավասարա Okay, ոնց կսահմանենք ինչ-որ կամայական ոչ դատարկ բազմության տրամագիծը։ Մաքսիմալ արժեքը dx, մանած dx Սուպրեմը։ Մաքսիմալ կարողա չլինի, օրինակ ասենք, չգիտեմ, 0.1 բաց հատվածը իրական թվերի մեջ։ Իր տրամագիծ ուզում ենք ասենք 1-ը, բայց դա մաքսիմում չի լինի, եթե հատվածը բաց է, ինտերվալը բաց է։ Դրա համար ճիշտ է, սուպրեմումը x, y այդ բազմությունից իրանց միջև հեռավորության։ Okay. Ու վերջին սահմանումը այսօր, այս ուղղակի դες թողալնի սրա մասին շատ չեմ խոսալու։ Okay, վերջին սահմանումն էլ եթե երկու մետրիկական տարածություն ունենք, եկեք sense մետրիկաները տարբերենք, y be metric spaces, a function, a map or a function f from x to y. Function x-ից y կոչվում է isometria, is called isometry. If ինչ կարող լինի s. Եթե ինքը
state հեռավորությունը պահպանում է, ասենք x-ը մտցնում է կոպիտ ասած y-ի մեջ նույն հեռավորություններով։ Եթե կամայական x1, x2-ի համար հեռավորությունը f(x1)-ից ու f(x2)-ից արդեն y-ի մետրիկայով նույնն է, ինչ որ սկզբնական հեռավորությունը x-ի մետրիկայում x1-ի ու x2-ի միջև։ Հիմա մետրիկայի սահմանումը հիշելով այս ինչ տիպի ֆունկցիա է անպայման։ Կարա ասենք երկու տարբեր կետ նույն կետի տանի։ Չէ, երկու տարբեր կետի միջև պոզիտիվ հեռավորություն կլներ, իսկ եթե իրանք գնան նույն կետին 0 կլինի, չի կարա անի տենց։ Note that isometry is necessarily an injection. Injection, but doesn't have to be surjective. Բայց անպայման չի subjective լինի։ Okay, ու վերջինը երևի խնդիր գրեմ ուղղակի, again խնդիր find metric on Rn such that the map ինչ map ենք վերցնում, ասենք անունը չգիտեմ, f տնենք, Hamming-ի գրաֆից given by find the metric d on R given by for graph given by ասենք ամեն ոնց որ x-ը ստեղ բառա, չէ, x-ը բառա, ասենք v-ն բառա, v ասենք չգիտեմ, օրինակի համար 0 make sense grink make 0 make 0 0 մի րոպե make 0 make 0 make էսա արտապատկերի ես օրինակի վրա բերեցի որ s բառը ուղղակի դարձնում ես վեկտոր n չափանի վեկտոր որ ասում ենք m-ի գրաֆից մինչև r-ն կարող է կոորդինատների գումարով լինի այդ ձեր տնայինն է կարող okay so is an isometry մոռացա այդ ավելացնեմ given by is an isometry from the Hamming distance to t. Okay, այսի ձեր տնայինի ինչ-որ մասը կազմելու։ Հիմա ես դասախոսությունը ավարտված է, ես ես հենց հիմա post կանեմ ես նոթերս։ Okay, եղավ, շնորհակալություն, ստեսություն, մինչ երեքշաբթի։